Ուզում եմ սկսել պարոն Օհանյանի այն հարցադրումից, թե արդյոք ռազմաքաղաքական ղեկավարությունից այսպես հարցաքննություններ, քրեական գործեր եղել են վերաբերող ուրեմն ռազմաքաղաքական ղեկավարությանը 44-օրյա պատերազմի մասով։ Պարոն Օհանյան, ես իրականում իհարկե ձեր իրավունքն նաև այդ հարցը գոյություն ունենալու իրավունք ունի, բայց եթե դուք նախանձախնդիր եք այդ հարցով, ինձ համար առնվազն տարօրինակ է, որ դուք նաև ձեր անցած ճանապարհը հաշվի առնելով ոլորտը եւ այլն, դուք չմասնակցեցիք 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի աշխատանքներին, որտեղ որ վարչապետը 10 ժամ մոտավորապես եկավ եւ պատասխանեց հարցերին։ Ինձ համար առնվազն տարօրինակ է, որ դուք բաց եք թողել այդ հնարավորությունը գնալ եւ այդ մասնակցել եւ վարչապետին հարցեր տալ։ Ու այստեղ իմ միակ եզրահանգումը այն է, պարոն Օհանյան, որ դուք չեք մասնակցել, որովհետև դուք վստահ չեք եղել ձեր վրա, որ այդ հարցերը, որ դուք տաք, արդյոք այդ պատասխանները, որ հնչելու են, դուք այդ պատասխաններին ունենալու եք հակափաստարկ, թե չեք ունենալու։ Դուք դրա համար չեք մասնակցել։ Նույն տրամաբանության, պարոն Օհանյան, այդ նույն տրամաբանության, որ նախկին նախագահները վախենում են գնալ բանավեճին մասնակցել Նիկոլ Փաշինյանի հետ։ Այդ նույն տրամաբանությամբ ինչ որ իմաստով դուք վախեցել եք գնալ քննիչ հանձնաժողովում խոսալ հարցեր տալ, որովհետև դուք իմացել եք, որ հնչելու են պատասխաններ եւ արվելու են հարցադրումներ, որոնք ձեզ ավելի վատ իրավիճակի մեջ են դնելու։ Ու առնվազն ինձ համար զարմանալի է, որ եթե դուք իսկապես մտահոգված եք եւ նախանձախնդիր եք, բա մասնակցեք այդ հանձնաժողովի աշխատանքներին, խի չեք մասնակցում։ Պարոն Մինասյանը ասում է հաղթանակած նախագահներ, էլի անընդհատ սիրում են իրանք ասել հաղթանակած նախագահներ։ Ես մի քանի անգամ ասել եմ, բայց չեմ հոգնի հիշեցնել, այդ հաղթանակած նախագահների հաղթանակի հետևանքը եւ արդյունքը Հայաստանի համար ո՞րն է, ժողովուրդ։ 94 թվականի հրադադարից հետո, այդ հաղթանակից հետո պետք է հաղթական պտուղներ լինեին, չէ՞։ Որոնք էին հաղթական պտուղները 96 թվականի կեղծված ընտրությունները, որը որ դրվեց Հայաստանի Հանրապետությունում ժողովրդի կամքը բռնաբարելու բանը ինքնակատարելագործվող ինստիտուտը, որը որ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն էլ կատարելագործեցին ավելի ու ավելի, դա էր հաղթանակածը։ Բաններ գողապետության արմատավորումներ հաղթանակածը, որ էլի հիմք դրվեց ձեր սիրելի նախագահների կողմից։ Գույք պարկի դիմացներ հաղթանակածը, քաղաքական սպանություններն էին հաղթանակածը, 3 նախագահների օրոք Հայաստանից անվերադարձ ավելի քան 1 միլիոն մարդու հեռանալն է հաղթանակը, սա է ձեր հաղթանակածը, որ ասում եք հաղթանակած։ Այդ հաղթանակը պիտի ունենա դափնիներ եւ այդ հաղթանակը պիտի ունենա հաղթական արդյունքներ եւ ոչ թե արդյունքներ, որի արդյունքում մարդիկ սպանվում են, որի արդյունքում մարդկանց թույլ չեն տալիս կատարել ընտրություն, գողանում են նրանց ընտրության իրավունքը, որի արդյունքում մարդիկ թողում են պանդղտանում են սեփական երկրից գնում են իրենց երեխաների եւ ընտանիքների հետ, դա հաղթանակը։ Ոնց է դա հաղթանակ։ Խոսում եք բաների, ասում եք կառուցել են հաղթանակներ եւ հպարտ եւ ուժեղ Հայաստանը։ Բա հպարտ եւ ուժեղ Հայաստանից մարդը հոմազոխից չի որ թողի գնա ուրիշ օտար ափերում ապրի։ Մարդը ուզում է մնա եւ ապրի հպարտ եւ ուժեղ Հայաստանում, կրի եւ հպարտ եւ ուժեղ Հայաստանի հպարտ եւ ուժեղ անձնագիրը։ Բա ձեր հաղթանակի բանը, դրոշմը, հենց այդ իրականությունն է, որ դուք ստեղծել եք։ Ձեր հաղթանակի դրոշմը հենց այն ապօրինի գույքի բռնագազման օրենքով հայցադիմումներն է։ 500 միլիոն հետվերադարձն է 1.5 միլիարդ դոլարի հայցադիմումներն են, որոնք որ դատարանում կան։ Այսօր գլխավոր դատախազը նաև մասնավորեցրեց Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի հետ կապված բանը, թե ինչա պահանջվում ուրեմն այս պահին դատախազության կողմից Ռոբերտ Քոչարյանից եւ նրա ընտանիքի Բա դրանից խոսացեք։ Եկել եք այստեղ ժողովուրդ ջան, բանը Տիկին Խամոյանը, Տիկին Գրիգորյանը Ֆեմիդայի կերպարանքով ամեն անգամ գալիս եք եւ այստեղ բան եք անում, իրավապահ մամիների նկատմամբ բաներ եք գեներացնում։ Բա մի օր խոսացեք նաեւ այդ հարցերից։ Խի չեք խոսում։ Լևոն Քոչարյանը բան է անում։ Իր ելույթի ժամանակ խոսելով ոստիկանական գործողությունների մասին մեջբերում է հղում է անում պետդեպի զեկույցին։ Այսինքն կարևորում է պետդեպի զեկույցը, լեգիտիմացնում է իր համար պետդեպի զեկույցը շատ լեգիտիմ փաստարկ է։ Շատ լավ, պարոն Քոչարյան։ Բախի չեք խոսում, որ նույն պետդեպի զեկույցով ձեր հայրիկը Ռոբերտ Քոչարյանը պատրաստվում էր բան անել, մեղրին տալ Ղարաբաղի դիմաց։ Բա երբ որ պետդեպի զեկույցը, պետդեպի փաստաթղթերը այդ մասով դուրս եկան, ձեր խմբակցությունում իրար հերթ չտալով հերքում եք, ասում եք ինչ պետդեպի, ինչ բան, ոչ մի նման բան չկա, դա բան չի, լեգիտիմ փաստարկ չի,
Պարոն Արծվիկ Մինասյանն էր երևի նաև այստեղ իր ոճի ելույթներ էր ունենում, ասում էր, ինչ կա, որ ինչ որ դիվանագետներ են, էլի ժամանակին խոսել են, հիմա այդ գաղտնազերծված պետդեպի թղթերին խեք ուշադրություն դարձնում, բայց երբ որ ձեզ ա վերաբերում, պետդեպի թղթերը դառնում են լեգիտիմ։ Երբ որ ձեզ վերաբերում է այն մասին, որ պատրաստվում էիք մեղրին տալ Ղարաբաղի դիմաց, այդ ժամանակ պետդեպի թղթերը, պետդեպի ուրեմն գաղտնազերծված փաստաթղթերն ու բաները արդեն դառնում են ապալեգիտիմ, բայց ո՞նց է լինում, հարգելի գործընկերներ։ Պարոն Մինասյանը ասում է, բանը ուրեմն նոր մեղադրանք է գեներացրել մեր ընդդիմությունը։ Ասում էին դուք մեզանից խլում եք Արարատը, դուք մեզանից խլում եք սա, հիմա էլ ասում է դուք մեզանից խլում եք տոները։ Դուք մեզանից ասում եք խլում եք տոները։ Բայց տոների ժամանակ է, տոները ձեր համար ժողովուրդ ընդամենը եղել են կենաց։ Այդ տոները ձեր համար եղել են կենաց։ Դուք տոնի օրերին գնացել եք կենաց եք ասել, ճամարտակել եք, sense ճոռոմա բանել եք, պերճախոսության պես ձև բաները, դիֆերանբներ եք ձոնել, հետո գնացել եք սկսել եք իրար մեջ անել։ Սկսել եք իրար մեջ արդեն պետությունը, գույք պարտքի դիմացը, բանը, քվոտաներով մեկը մյուսին, բանը, ատկատները եւ այլն, էս ա եղել ձեր իշխանությունը։ Ու դա որպեսի ծխածածկույթ ապահովեք դրա համար, այո, տոների ժամանակ տես բան ա եղել, sense հերոստատուտը միացնում էիր, բանը, պաթոսը sense ցփնում էր։ Այդ էր ձեր բանը ա եղել։ Ձեր իշխանությունը այդ ա եղել, հիմա եկել է ասում եք տոները մեզանից խլում եք տոները, թազա մեղադրանք ա, տոներն եք ձեզանից խլում, հարգելի գործընկերներ։ Չէ, իղձերի մասին դե ես ասեցի, որովհետև այո, ունեցել են իղձ հարգելի գործընկերները, ունեցել են իղձ Հայաստանը դարձնել միութենական պետության մաս, ունեցել են իղձ Հայաստանը դարձնել ծայրագավառ, եւ այո, մենք մինչև այս պահը խլել ենք այդ իղձը նրանցից, եթե կարելի է այդպես ասել։ Այո, մենք խլել ենք Հայաստանը ծայրագավառ դարձնելու իղձը ոմանց։ Թույլ չենք տալու դա։ Ոչ մի կերպ թույլ չենք տալու դա։ Ու դրա համար էլ մենք տեսնում ենք այս ամեն ինչ։ Դրա համար Ռոբերտ Քոչարյանը մեղադրում է, որ Հայաստանն է պատերազմը սկսել։ Ընդ որում էսի ձեր հաղթած նախագահներն են, մյուսն էլ Սերժ Սարգսյան, եթե հիշում եք մի հատ ուրիշ հարցազրույցի ժամանակ։ Էլի մեղադրում էր, որ Հայաստանից էլի քաղաքացիական բնակչության վրա բաներ ա գնացել։ Հարվածներ ա գնացել։ Սա երկու նախագահների կողմից Հայաստանի դեմ, սեփական պետության դեմ ցուցմունք տալու մի այլանդակ դրսևորում է ժողովուրդ, դուք եկել եք հələ խոսում եք բաների մասին, սուտ մատնություն է սա, այո։ Սա սեփական պետության դեմ սուտ մատնություն է, հիմա ինչ եք եկել բաներ եք խոսում ստեղ, փորձում եք մարդկանց բան անել, էմոցիաներով sense ինչ որ հիպնոզացնել, հա։ Պարոն Մինասյանն ասում է, դե բանը հիմա էլ իշխանությունն եք, դա բան արեք։ Պատժեք նախկին շրջանում բռնություն կիրառողներին։ Այո, բա մենք էլ ենք այդ ասում, եւ նախկին եւ ներկա շրջանում բռնություն գործադրած, ապօրինություն գործադրած բոլոր մարդիկ պիտի պատասխան տան։ Բայց երբ որ այդ մարդկանց ուզում ենք արդեն օրենքով սահմանված կարգով արդարադատությունը սկսում է պատժել, այդ ժամանակ էլ գալիս ասում եք դուք մեզ հետապնդում եք, դուք մեզ հալածում եք։ Հիմա կենտրոնացեք, կողմնորոշվեք, ձեր բանը ակնկալիքը ո՞րն է։ Ասում է, չեմ հիշում, էլո, կարծեմ Տիկին Խամոյանն էր էլի խոսում էր SMS-ով աշխատանքից ազատվելու բանի մասին։ Ես էլի եմ ասում, բայց թե դուք դժգոհում եք դրանի Ժորժ ջան, ոնց եղավ որ ձեր падգամավորական ցուցակում միանգամից 3 հոգի մանդատից հրաժարվեց, որ Ռոբերտ Քոչարյանի որդին դառնա падգամավոր, ոնց։ Դա ժողովրդավարության ոտնատակ ասպատակություն է ժողովրդավարության հանդեպ եւ պարլամենտարիզմի հանդեպ, այդ ոնց եղավ։ Այդտեղ SMS չի եղել, այդտեղ մեծ ունքի շարժում ա եղել եւ վերջ։ Եկել եք ինչ եք խոսում SMS, լի մեկ բացատրություն տվեք, ոնց ա եղել, որ Ռոբերտ Քոչարյանի որդին, որպեսզի դառնա падգամավոր, միանգամից 3 հոգի մանդատից հրաժարվում են։ Ոնց։ Դուք հաշվետվություն ներկայացրել եք ձեր ընտրողներին, որ գնացել եք այդ ցուցակով ընտրության եք մասնակցել եւ բան եք արել։ Բանն ասում է, Արծվիկ Մինասյանը Օրվելից է բերում, Օրվելի անտիուտոպիայից բերում է բաներ ա ցիտում։ Ես որ առավոտյան ասեցի, Օրվելի իսկական անտիուտոպիան այն էր, երբ որ Հովիկ Աբրահամյանը կոռուպցիա դեմ պայքարի խորհրդի նախագահն էր, դուք էլ այդ ժամանակ այդ կառավարության անդամ եք։ Այ դա իսկական անտիուտոպիա է, այ դա իսկական անասնաֆերմա է, այ դա իսկական անասնական մոտեցում է եղել սեփական պետության հարստության նկատմամբ եկել եք ստեղ Օրվել եք ցիտում։ Իսկ Օրվելի ամենալավ բանը ցիտատը, եթե ուզում եք այդ բանից հիշել, լենա որ բնորոշա ժողովրդավարությանը, որ ասում է, որ ազատությունը 2-ին գումարած 2 հավասար է 4 ասելու կարողությունն ու ազատությունն է, ու այսօր Հայաստանում դա կա։ Այսօր Հայաստանում կա ամենակարևորը 2-ին գումարած 2 հավասար է 4 ասելու ազատությունը կա, որը ձեր ժամանակ չկար։ Ամփոփելով ես ուզում եմ ասել, հարգելի գործընկերներ, պարոն Պողոսյան,
Ազգային ժողովի օրենսդրական փոփոխության արդյունքում թե քննչական կոմիտեն, թե հակակոռուպցիոն կոմիտեն ներկայանում են տարեկան հաղորդմամբ։ Սա մենք չափազանց կարևորում ենք որպես ինստիտուտ եւ սա ոչ միայն կատարված աշխատանքը թվերով վիճակագրորեն ներկայացնելու, սա նաեւ կոմիտեների կողմից հանրության հետ երկխոսելու հրաշալի հնարավորությունն է, որովհետեւ ձեր մարմինների աշխատանքը հրապարակային չի։ Եվ մարդիկ շատ դեպքերում կարող է չհասկանան, չպատկերացնեն, թե ձեր աշխատանքի այս կամ այն դրսևորումը ոնց է։ Ես ուզում եմ, որ դուք նկատեք այդ առանձնահատկությունը, ամենևին չնեղվեք, երբ որ ձեր շահառուները ընդդիմության գալիս եւ նաեւ ագրեսիվ ելույթներ ունեն, որտեղ այս մարդիկ իսկապես շահառուներն են։ Հոկտեմբերի 27, մարտի 1, նոյեմբերի 9, ապօրինի ծագման բռնագանձման օրենք այս մարդիկ դրա ակտիվ պաշտպաններն են եւ հիմա պետքա բնականաբար դրսևորեն որոշակի ագրեսիվություն, դրան պետքա նայել շատ իմաստուն կերպով, որևէ կերպ չտրվել էմոցիաներին եւ խոսել ըստ էության։ Շնորհակալություն։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։